Բայց ես նսը չջոքի դուր ես հետո։ Գնում մրցանակը բաշխության մասնակցեմ։ Բա որ հաղթիր, բարև բոլորին։ Ես այմ ձեռով կոֆե դնեմ, գնաց այդ մրցույթը հաղթես գաս։ Հա, քո դրած կոֆեն շատ համով կլինի։ Աստված ձենդ լսի, հաղթելը սուտ կլինի հաղթանակը, բայց որ եմ որ գնամ մասնակցեմ, այդ ինձ համար կարևոր է։ Բա տղա ջան։ Բա Սա երկրորդ կոֆեն է։ Մի հատ ես եմ դրել խմել ենք, ես էլ Աշոտն է դնում։ Այսօր Աշոտը ուշ է գնում գործի, չէ Աշոտ։ Մնացել եմ որ քեզ ճանապարհեմ։ Մի քիչ ուշ է գնում, ես էլ դե Երևան պետք է գնամ պատրաստ։ Կաղայթաս, չգիտեմ, եսի մինչեր հաղթես տուն չգաս։ Ինչի՞։ Մեզ մոռանաս թողես եթի մեթաս։ Լավ էլի Աշոտ։ Հա, ես տենց մամա եմ, բա այ տղա, էլի առավոտ շուտ։ Փողը ամեն ինչ ասում է։ Հա, առավոտ։ Մարդ ես կողեցպես։ Որտե՞։ Մոտ կոմորս բնության գրքում է տոն է շահում, հետո ես կոմորդ ինչ լրվում ես։ Բա ես ձեզ կմոռանա։ Ոյ Աշոտ էլի քո կոմիկ կատակները առավոտ շուտ սկսեցիր։ Լիլիթն էլ տեսար որ չէր ուզում գնալ դպրոց։ Ուզում է ինքն է գա Երևան։ Առավոտ շուտ արթնացավ, ասում է փորս ցավում է, գիրքս կորել է, գիրքս չկա, որ չգնար դասի, բայց դե գնաց դասի Լիլիթը։ Արի դու իմ հետ։ Լցրու խմենք տեսնենք ինչ ենք անում։ Պատրաստվենք։ Ինչ ես անում։ Բերում եմ մոտիկ, որ գեղեցկությունը տենան։ Այսով այս սրտի կխփես։ Լիլիթը։ Լիլիթն է խփե։ Ապակիները լվում ես, գալի մատերը խփում, ապակիներին սրտիկում հա, լայքում հա։ Եվ դուք էլ չմոռանաք, լայքեք, սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք ու տարածեք։ Էն ինչ կոտրին։ Էն ինչ կոտրեցին հարևանները։ Աշկես զորոձան են կատոների դրել է քոթուկ ինչ արդում է։ Ես հիմա որ ես կոֆեն խմեմ, դինամիկներդ կքանդվի։ Ինչի, որ միկրոֆոնն է, դու էլ ֆրթսնելով մի խմի։ Չեմ կարա կվառեմ ինձի։ Հա, որ տենց անում ես, սառն է գնում, որ ֆրթսնելով ես խմում։ Ես ոնց եմ, նայ, ահա։ Հեսա վիդեոն անջուտ եմ նեցել պրթսնելու շենքը հիմքից կանդվի։ Քիչ պատրաստվում եմ, հիմա ուզում եմ գնել Վարսավիրանոց, մազերս լվացել եմ թացը և որոշեցի այս անգամ, որ մազերս Վարսավիրը հարդարի, մազերս Վարսավիրը ֆենի, ենքան վատ իմ մազերին տենց ինձ շատ է սազում, որ ալիքներ է, գանգրություն, բայց չի պահում։ Հիմա գնում եմ տեսնեմ ինչ կսարքենք, ոնց կանենք, երևի ուղիղ կֆենեմ։ Իհարկե ես Վարսավիրին առաջարկեցի, որ մի հատ սիրուն կոս հավաքի, ասում է, բայց երկար փայլուն սիրուն մազերդ ինչի համար ես պահում, որ պետք է տեղ գնաս, չփռես, ասում է տանը փռում ես, գործ անելուց փռում ես, խոհանոցում մազերդ տենց արցակ թողում ես, բայց ինչի համար ես պահե կգաս, կկտրեմ մազերդ։ Նեղվում եմ ճիշտն ասած, երբ որ բաց է լինում, լցվում է աչքերս, եղանակն էլ մեկ ցրտել է, երևի բոլոր մարզերում էլ հիմա անձրև է, մեկ անձրև է գցում, մի պահ արև դուրս եկավ, մառախուղ է, բայց Աստված մեզ հետ, եղանակի հետ հարմարվում ենք ու գնանք մեր գործերին հաջողություն, որ ասեմ մրցանակներ սուտ կլինի, որովհետև հայտ չենք ներկայացրել, բայց հրավիրված ենք մասնակցելու, կգնանք,
Միգուցե մի ինչ-որ հետաքրքիր բան լինի, հետաքրքիր առաջարկներ, մասնակցենք, ինձ թվում է հետագայում շատ այտենց լավ ծրագրեր, լավ գաղափարներ կլինեն, ինչու՞ չէ թող մեր երկրում YouTube-յան հարթակը զարգանա եւ այդ զարգացնողները առաջին հերթին մենք ենք ձեր համար լավ վլոգներ նկարում, տեսանյութեր եւ երկրորդը դա կախված է ձեզանից։ Դուք պետք է դիտեք, բաժանորդագրվեք, լայքեք եւ ամեն մի մարզի աշխատանք, ամեն մեկի աշխատանք գնահատեք, գովելի է մարդիկ, որ չարչարվում են, չիմանաք, թե բլոգերի աշխատանքը շատ հեշտ է, ոչ, հեշտ բան չկա, մեկնաբանություններ եմ տեսնում, գրում են լավ այլ, մենք էլ դառնանք բլոգեր, ձրի տենց ապրում եք հեշտ, ոչ, նման բան չկա, այնքան դժվար է, դա պատրաստի, երբ որ նկարում ցուցադրում եմ ոմանց աշկերին, դա թվում է, որ շատ հեշտ աշխատանք է, բայց գիտեք, ինչքան եմ տանջվում, ինչքան անքուն գիշերներ, այն որ դուք պարկում եք քնելու, ես այդ ընթացքում իմ վլոգներն եմ մոնտաժում, կամ մտածում եք, վայ, դաշտից հավաքեց այսքան սիբեղ, այսքան բանջար, հեշտ է, այդ մի կադրի համար ես մենակ եմ իհարկե գնում, նկատել եք, ես կարող է շտատիվը դնեմ ու գնամ, նորից հետ գամ շտատիվի հետևից եւ այդ ամենը իրար հավաքելով գեղեցիկ տենց մի անգամից ներկայացնում եմ ձեզ։ Դժվար աշխատանք է, շատ դժվար։ Բայց դե եւ ասեմ սիրելու վրա է, ամեն մարդ չի սիրում, չի կարողանա չգիտեմ, պետք է սիրես քո աշխատանքը, սկզբից դու գիտեք ինձ համար շատ հեշտ է եղել, այնքան են հալած է, այնքան վատ մեկնաբանություններ եմ կարդացել, բայց ես ասել եմ, ես պետք է աշխատեմ, ես պետք է ապացուցեմ, ես կարող եմ, ինձ մոտ չեմ կարող բառը չի եղել, ես երբեք չեմ ծուլացել, չեմ թուլացել ու առաջ եմ գնացել ի շնորհիվ Աստծու եւ ի շնորհիվ ձեզ, ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ, ուրախ եմ, որ ունեմ ձեր նման լավ հետևորդներ եւ այսօր ձեզ հետաքրքիր վլոգ է սպասվելու, դուք էլ հիմա երևի ինձպես անհամբեր եք, թե Նազոն ոնց կգնա, ինչ կլինի, ասեմ, որ շատ լավ կլինի, ես էլ սիրում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներս, առանց գնա մազերս ֆենեմ, հերթս հեսա Վարսավիրանոցի հերթը կհասնի ինձ առանց շպարվելու, գամ, որ ես ինձ դիմահարդարում անեմ, սովորական իմ ոճի մեջ, իմ տեսքի մեջ, ոչ մեկին զարմացնելու ոչինչ չունեմ, ոնց կամ, այդ եմ ես, դե լավ։ Սիրելի հետևորդներ, ահա Վարսավիրանոցից եկա, մազերս այսպես հարդարում եմ կատարել, այս ձևը ընտրեցի, ուղիղ չէ, տենց գոֆրեատիպ ինչ-որ մի բան, որ տենց մազերս չի պահումի, լավա չէ, ինքոն սիրուն, փայլուն, շատ սիրուն է եղել, գանգուրիկները շատ սիրուն սազում են, դուրս գալիս ամենակ թե չբացվի շատ, հետևն էլ, տեսեք տեսքը, իհարկե դեռ չեմ փոխվել, չեմ հագնվել, ընտիր է, լակ, տենց մազի լակ չեմ ասել, չեմ փչել, որովհետև չեմ սիրում, մազերս տես ցախ փայտանում ասենց լավա, իչքան կպահի, ոնց էլ չլինի, կբացվի, գոֆրեի պես է ինքը, բայց ալիքա ձև, շատ լավ, նա դուրս եկավ, շնորհակալություններ Վարսավիրաց տղեին, շատ սիրուն գեղեցկացրեց մազերս, հիմա հագնվեմ, որ արդեն տանից դուրս գանք։ Սիրելի հետևորդներ, ահա մենք վայքից դուրս եկանք, գնում ենք Եղեգնաձոր, ուր են գնում, ինչ են գնում, հիմա շուտով կտեսնեք, ովքեր են նստելու մեքենան։ Ասեմ, որ ես եմ և Լիլիթը, Լիլիթ ձեն հանի,
Աշոտը չեկավ եւ Լիլիթի հետ են գնում։ Լավ է տեղավորվել դեմը, լավ է։ Նոր ես մտել թեմաների մեջ։ Շատ շուտ։ Հա, ոչ շա։ Հա, դες բաներն էլ որ ավտոմատ։ Այ Ստեփան, Այդքան քո հետ խաղա, այդքան քո հետ նկարի, այդքան քո հետ վիզդանի, Աշոտին ես ուզում տանես, ոչ մի Աշոտ։ Աշոտը դու քյաբաբ փաթաթի։ Լիլիթին մեր։ Նազը նկարում համես։ Սկսել են նկարը հանել։ Խաղա 360 նկարը։ Գնացինք Հա, հաջողություն մեզ։ ապեր մեզ սավուն է։ Մերսի։ Լսի, Մեր Porsche կանգնել է, բայց ոչ մեր հոգին բարեկամ։ Ես քեզ միշտ բայց կլոր ֆարվեմ։ Ապեր ես արդեն Porsche եմ քշում բավական ժամանակ։ Հեսա էլի կսկսեմ քշել։ Հիմա հետում եմ ախորս լայթա մինչև մոտորը հավաքենք։ Երեկոյան Քյարքիվի Պերևալներում։ Լավ չի։ Բանը Տիգրանաշենի կներես անկած։ Քաղաքականացնում ես ինչ է, նազ։ Չէ, ողջունն է։ Մեզ միայն հետաքրքրում է, գնանք մեր ժամանակը լավ անցնի։ Գնանք Տաշիր մանկի։ Այո, մեզ լավ դիմավոր են։ Մրցանակաբաշխությանը տեսնանք ում են մրցակցում, քանի որ մենք չենք իմացել, որ բաժանորդագրվենք ընդ գնանք, այդ իսկ պատճառով էլ այսինքն գնում ենք որպես հյուր, անես որ առանց մեզ չեն անում։ Գնում ենք մենք գալինենք, ֆուրշետ կլինի ֆուրշետ իսկ օգտվենք նազ։ Այո, պայման։ Մինիմում էլի, եթե ասենք ուտելը խմել իրաց վրա է։ Հետո ընդ արդեն կտենանք, էլի կարող մի բան էլ մեզ տան, ինչ իմանաս։ Կարող է, ես Բայց մեր ասել եմ։ բարեկամները թող իմանան, որ մենք գնում ենք։ Մենք գնում ենք այս անգամ որպես հյուր, բայց հաջորդ անգամ արդեն կմասնակցենք։ Մենք գնում ենք, մենք ներկայացնում ենք Վայոց ձորը։ Եվ իմ կողքին նստած է մի սիրունիկ աղջնակ, նազի աղջնակը, նա ձեն չի անում, ինչի։ Երբ բախուս է, ասա բարև ձեզ, նա ասել ես ան։ Ասա բարև, շատ լավ մտքեր ունես, ես դուր ա գալի, բայց դժվար տան։ Դե տեսնենք, դու բզբզացել ես ինչ է։ Այո։ Տարվա հայտնություն երկու հոգի են ելնելու, թե էլի կտան։ Այո, թող քեզ տան։ Թող քեզ տան, նա։ Ես համաձայն եմ, թեկուզ քեզ տան։ Ես էլ համաձայն եմ, որ քեզ տան։ Գիտես, ես Դու լրիվ հայտնություն ես։ Վայ քաղաքից Արտաշատ արմատներով Արտաշատ նվայքը ծաղկացնում ես։ Այո։ Ես էլ ընդամենը մենակ եղեգնացոր։ Ինչի, տարբեր Հայաստանով ես։ Հայոց բլոգեր եմ ես, բայց ես այդ անվանականը չեն տան։ Ամբողջ Հայաստանով քեզ ճանաչում են։ Ես իսկ իմ կանալով կշնորհեմ հայոց բլոգեր։ Որովհետև Հայաստան աշխարհի վրա տեղ չկա, որ եղած չլնեմ, չկա, որ վիդեո նկարած չլնեմ։ Մենակ ագարակում չեմ եղել, դա կգնա ոչինչ։ Շուտով, Ստեփանի ալիքով։ Ամեն ինչ լինի իդեալական։ Դե հիմա հասել ենք համարյա ասում ենք Քարիտակ կոչվող հատվածը Վայոց ձորի։ Դամերը հետո կլինենք արդեն մանկի մրցանակաբաշխությանը կազմակերպած հայոց յութուբերների վերաբերյալ կծանոթանանք յութուբերների հետ, եթե չափից շատ գոռոզ չլինեն, մեծամիտ չլինեն, հիմա Այդ մեկը ճիշտ ասեցի։ Բայց եթե մեծամիտ եղան, всё, գցիմ չորնի։ Ու դուք էլ մեր ամենաարդար եթերում կտեսնեք, ով ինչ դեմք ունի իրականում։ Այո։ Դե արդեն երևացել է, էլի։ Հա։ Գոռոզությունը։ Դե գնանք տեսնենք դեմքերը։ Գնանք։ Դեմքեր կան այնտեղ, ընկերներ, բոլորի հայտնի։ Դեմքեր, հուսանք, որ դեպքեր Ում կտեսնենք չպատահի։ մեր ալիքով։ Դե մի բան։ Ասեմ ձեզ բարեկամներ, որ նազը պատրաստ այն դեպքում, երբ որ նրան տարվա հայտնություն բլոգեր տան, նա շատ սրտի թրթիռով ելույթ է ունենալու, շնորհակալական խոսք է հայտնելու, իսկ ես այնտեղ գալիս եմ հատուկ, որ բարձր, չալաղաճ, ծափեր տամ։ Այսինքն, տեսեք, սա վարպետաց վարպետություն է, ծափի ստայլը։ Ապրես, այսպես բաներ ա դες այսօր, հələ տես ինչ տեսարան ա, տեսարանը ցույց տու բարեկամներին։ Վերաշք Վայոց ձորյան տեսարանն է ընկերներ երաշար ճանապարհը, որը մեզ ստանում է Երևան։ Այսօր Նազի բլոգը ես եմ վարում, որովհետև ղեկը իմ ձեռքին է։ Շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Օրն է պայծառ։ Գնում ենք դեպի պայծառ Երևան։ Մթնոլորտային աղտոտվածության մակարդակը մի քիչ բարձրացել է, բայց
կարևորը մեր հոգիներում կեղծ չլինի եւ թույն չլինի ընկերներ, այնպես որ ձեր հոգու մասին հետո նոր Երևանի կեղտի օդի աղտոտված օդ է էլի։ Ճիշտ է։ Մեր հոգիները թող մաքուր լինի։ Կարևորը մարդու հոգին մաքուր։ Կարևորը մարդու հոգին եւ կարևորն այն է, որ հիշենք այս աշխարհում մեր ապրելավայրը ժամանակավոր է, բայց հոգիները հավերժ, հոգիներին լավ տիրություն արեք, թող փարթամ լինեն, հզոր լինեն եւ անկոտրում գնացինք։ Սա Նազը իր հարազատ մարզի հոտն է առել եւ մազերը սարկած մտավ հարազատ մարզ, բայց նրա վերջնական կետը իր մարզում չէ, այլ Երևան քաղաքում։ Գնում է Տաշիր Արենա, Մանկի մրցանակաբաշխությանը դառնա տարվա հայտնություն։ Անկախ նրանից դու կդառնաս թե չէ, դարարում եմ տարվա հայտնություն բլոգեր, Նազ։ ուրախ եմ, լավ է։ Հայտնում եմ այդ լուրը քեզ։ Լուրը քեզ, այո։ Ոնց են ասում, բանն ասելով է, չէ՞։ Բանը ասելով է լինում եւ դա վաղուց է այդպես որոշված ընկերներ։ Իսկ մենք ասեմ ձեզ, որ հասանք մեծն գրող Պաուլ Սևակի զանգակատուն, որ հենց անվանվել է իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկի անունով։ Անգլերենի զանգակատուն ստեղծագործության հիմքում է ընկած զանգակատուն անունը։ Ամեն անգամ անցնելիս ուզում եմ ցիտի տողերը ապրել, այնպես ապրել, որ էշ չապրես բերնես։ Ռեմիքս է սարի։ Ինչ ասեմ։ Ես էլ ասացի, ես ասենց կսկսես ու կարտասանես։ Ինքը արել էր, որ մարդիկ միտքը հասկանան, միտքը հենց այդ է, որ ապուշ չապրես, էլի, ապրես լավ ապրես։ Ապրես ապրածովը ապրեցնես։ Մարդկա ելել է շալակն աշխարհի։ Մեր դիմացից գնում է գազախենան, որը Հայաստան գազ է բերել։ Սա հնդկական իրանական մեքենա է, իրանական գազ է բերել, որից երբեմն դժգոհում են, դրա համար էլ լիցքավորման տեղերում անընդհատ շեշտում են, որ ռուսական գազ է, ոչ թե պարսկական։ Բայց ես ինչ արտակը, որ նման բան կա։ Չէ արտակ, փաստիր բարեկամ, ասա այո։ Այո։ Ահա։ Ահա եւ Պաուլ Սևակի ցուցանակը, որը անցանք Նազը չհասցրեց ֆիքսի, բայց կադրում երևաց։ Բայց մառախուղա թե լապատ է, բայց ոչ մեքենան քրտնել է։ Դու այնքան ջերմ ես, որ շատ գոլորշի ես արտահանում, որը բռնում է պարբերիսը մեքենայի դիմապակին։ Մենք էլ ենք տակ, Նաժան, մեր մոտ էլ ես Նաժը Լիլիթը հասցրել է սմայլիկներ նկարի հաղթական։ Քրտնել է մեքենան։ Ցուրտ է, դրանից է։ Դերսում ընկերներ, ահա հայտնի վարորդների աղբյուրն է, որը դարերով չէ, տասնամյակներով կա, իրական է եւ այստեղ կա հայոց աշխարհի վարորդները, նաեւ իրանաց աշխարհի վարորդները եւ նրանք այստեղ ջուր են խմում, հաց են ուտում ու շարունակում են իրենց ճանապարհը, ամեն մեկը իր գործին է գնում։ Պատկերացնում եք, այդտենց նշանավոր տեղեր ունենք ձեր մարզում, քո հարազատ մարզում, որ ասում ես մտանք մեր մարզ, իսկ մեր մարզն է, ես եմ ասողը։ Կամերան անջատում ես մունատ ես գալի, վրաս գիտես, որ մի ասնես չեմ ասի, մունատ ես է գենաս։ Լավ էլ կասես, սաղից նեղություն ես տալի։ Ես ասում եմ, ես սարն իմն է, ես ծառն իմն է, այսով է եկել տիրոց էր թաքուն։ Այսպես որ հարգելի Վայք քաղաքի բնակիչներ, իմացեք, Վայքում ապրում է մեծն Արտաշատցի, ով հենց իր մարզ է մտնում ու ժեղանում է։ Տես մի հատ հեքիաթ կար, չէ՞ նա։ Հեքիաթ չէ, Սամվել վեպը։ Սամվել վեպը, այո։ Պարսկաստանի պահը։ Այն որ հայկական հող են լցում, կանգնում է հայկական։ Կանչում են Տիզբոն, հա։ Տիզբոնում Դե ինչ պատմեմ։ Տիզբոնում Նապոլեոն բոնում, չէ, Չէ։ Տիզբոնում ասում են, արա հələ կան տենանք էսի вообще ինչ ձևի տղայա։ Մի կողմը լցնում են հայկական հող, որը տարել են Եղեգնաձորի տարածքից, դե Եղեգնաձորի հողը ամենաբանն է, էլի, sense դուխ տվողն է։ Հա։ Լցրել էին պատի մի անկյունում, իսկ մյուս անկյունում պարսկական հողներ։ Երբ որ ում էին տարել Արշակ Թագավորին, այո, Արշակ Թագավորը երբ որ կանգնում էր իրանական հողի վրա, իրեն համեստ էր պահում զուսպ եւ փորձում էր լեզու գտնել, էլի, բարեկամանալ, այնց անել, որ ամեն ինչ լավ լինի։ Բայց հենց որ պահի տակ տեղափոխվում էր Եղեգնաձորի հողի վրա, արա մետենաս ոնց էր ագրեսիվ անում։ Ուզում էր այդ պարսիկներին սրախոխող անել։ Եւ այդպես նրան պալի տարեցին եւ հետո ինչ է լավն ասում։ Սպանեցին, ինչ արեցին։ Այդ դեպքից հետո ավաղ նա չկարողացավ զսպել իր այդ
Սպարապետին եւ սպարապետին էլ մորթազերծ արեցին, տիկ արեցին։ Սպանեցին այդ ոսոխները։ Հա։ Այդ ճիճուներն ու ճիվաղները։ Այս պատմությունը մեր սերունդները գիտի, բայց մեզ հաջորդող սերունդները, մեր երեխաները չգիտեն, որովհետեւ սրանից հետո կիմանան, որ տենց է եղել, որ այդ բանն արել են։ Արդեն մոռացվում է։ Լիլիթը հիմա Լիլիթին հարցնես, ինքը չգիտի։ Լիլիթ, դու չգիտեիր։ Հələ բայ Լիլիթի վրա։ Մենք գտել ենք Մենք նոր սերնդից մարդ են գտել, որ տեղյակ չի Արշակ Թագավորի գլխին ինչ օրին են հանել պարսիկները։ Իմացար, սրանից հետո իմացար, չէ՞ ինչ այլ է։ Որտեղի հողն էին տարե։ Եղեգնաձորի ասեք։ Ասա վայքի։ Չէ, Եղեգնաձորի հողն էին տարե։ Եվ հենց այդ պահով նա իրեն մատնեց, որ Հայաստանում նա գնալու է եւ ըմբոստություն դրսևորի, եւ նրանք միանգամից հարցը լուծեցին նրան սպանելով։ Ու մորթազերծ արեցին նաեւ սպարապետին։ Տիկ արեցին, կախեցին Արշակ Թագավորի առաջ։ Տիկը գիտես որն է։ Դες մաշկը առանձնացրեցին, մեջը սալոմ են լցե, սարքել են, կախել են պատից։ Վախեցա խեղճ երեխան։ Մի վախեցի։ Լիլիթ, մի վախեցի, հետ են վախտեն արի, հիմա դες չեն անում։ Հիմա կուտ են տալի, համոզում են ինչ պետք է անում են։ Եվ ով է գրել Սամվել վեպը։ Ռաֆին։ Լավաչասի ով է գրել Ռաֆու Սամվել վեպը։ Մեր վաղտը պես բոցեր ենք։ Հարցնում են, բայց չեն Մենք ինտելեկտուալ հարուստ ծերունդ ենք եղել։ Դրա համար մեր ժամանակ անգամ այդպիսի հումոր կար, ասում էին ով է գրել Ռաֆու Սամվել վեպը։ Մարդկար չէր իմանում, մարդկար չէր իմանում, մի զարմացի։ Սամվելը Ռաֆին այնպիսի վեպ է գրել, որ հենց իր անունը մնացել է այդ վեպի մեջ։ Կարծես նա այդ վեպի հերոսներից լինի, ոչ թե գրողը։ Այո։ Եվ ուրսան ասել ենք Տիգրանաշենի ոլորանները, նազ, ուզում ես դու ասա։ Չէ, դու ասա, դու ես լավ ես ասում։ Արտաշատի արևը, Արարատյան դաշտի արևը։ Ես էլ բանում զգալիս եմ, պարը։ Սնելով մեքենայում գտնվող բոլորին, ինչ անենք, Արտակ աղբորից նախ ներողություն խնդրենք, հետո Նազից ներողություն խնդրենք, հետո Լիլիթին ասենք կներես։ Ներում ես ինչ է։ Ներում է, լավ։ Մի խաններ հրաշալի ընկերական միջավայր է, որը մեզ կհասցնի նախ առաջին մասի մետրով, գործարանային մետրով, Անդրանիկ Զորաբար մետրով, գործարանային մետրով, հա։ Բայց մենք կայարանից է կարան գնանք։ Կայարանից ոտ-ոտ, այդքան հավես ունես քայլես Ռուսիա։ Չէ, կայարանի մետրոյով։ Նազ, մի արա։ Ավելի մոտիկ։ Լավ։ Կայարանից է Սասունցի Նեսունակս վիճակը տեսեք ինչ լավ է, սա վթարայինի նշանն է, աչից դռներ բացող բակողը։ Տեսավ մենք նկարում ենք ինտեսս ես նկարել է այդ սարքը կարում արև տես։ Մենք մնաց մի ժամ, որ հասնենք մեր նպատակակետին, բայց անցնելու ենք մետրոյով։ Բայց ինչի զայադշնիկ չես պախել աղ։ Լիլիթ։ Բարեք տեսնեմ։ Հարապ։ Նացար Լիլիթ։ Զոհված է ես ման։ Վայ մամաջա։ Սոված է, հեսա կարն ենք, հեսա այդ մենք գործարանային մետրոն դե պերաշկի կա, չէ։ Դե կետանք տաշի պիցա, հետո կետանք տաշի դարեն, օքեյ։ Да, едем в дискотеку։ Խամյակի անուն լսավ արթնացավ է։ Խամյակի անուն ինչ ացիչ։ Ինչ։ Ռատատու։ Ռատատուի։ Հա։ Ինքը խոարար խամյակա։ Ինչ ասարկում նազ, ինչ ասում սարկում։ Կաղան բորշ։ Դրանց Սպիտակ։ սպիտակ։ Վայքի խամյակները սև են, կարմիր աշկերով սպիտակ խամյակ։ Շանսի Արտաշատ Պատիճան, ասել ենք Արտաշատ։ Դա չէ, երբ մի ժամ։ Ասնում ենք, ասնում։ Մենք մետրո սինում ես հայլենք։ Որ Ստեփանը մի քիչ էլ Արտաշատի մասին պատմություն պատմի։ Արտաշատը շատ հին քաղաք է, շատ 1000-ից 3000 տարեկան քաղաք է։ Հին Արտաշատը հենց Արտաշատի բուն եղել է այն դաշտեր։ Այն կողմը, Արաքսի, հա, Արաքսի ափին։ 7 բլուրների վրա։
Հիմա ավերակները կան ու նոր թափով սկսում են պեղումները, որ սարքեն մեծ պատմական հնավայր, քաղաք, որտեղ կգան տուրիստները ու կծանոթանան հայոց ճարտարապետությանը դեռ որերով դարի էր, 3-րդ թե 5-րդ, հա? Մեր թվարկությունից առաջ Ես պատմություն լավ չեմ սովորել, բայց շատ հին ու Մեր թվարկությունից առաջ ժամանակների համար շատ գեր զարգացած քաղաք է եղել, այնպիսի քաղաք, որ նույն պատմիչները անգամ գրել են այդ քաղաքի մասին, պարիսպների, իր եւ ջրագծերի, մի խոսքով շատ զարգացած քաղաք է եղել, բայց ապա ինչը ունի սկիզբ ունի նաև վերջ, մեր Արտաշատ քաղաքը նույնպես ունեցավ իր ժամանակավոր վերջը, մինչև նորը սարքեցին, կառուցեցին, հիմա հաչից նոր Արտաշատն է, որ էլի մեր հայրենակիցները ապրում, արարում, ստեղծագործում են։ Մենք էլ ամեն անգամ այստեղ շատ ուշադիր ենք, որ հանկարծ այստեղի արագաչափերը մեզ չնկարեն։ Հզոր թագավորն է եղել ով Տիգրան Մեծը, չէ՞։ Հա, Տիգրան Մեծը ամենահզոր թագավորն է եղել, ամենակարող ու ամենադիվանագետ։ Կառավարել է։ Մենք կարողացել ենք ունենալ մեր պատմության մեջ ամենամեծ Հայաստանը, ծովի Հայաստանը։ Եվ Տիգրան երկրորդ արքայից արքան իր անունով Արտաշատից էլ հզոր քաղաք է կառուցել Տիգրանակերտ անունով, որը մինչ օրս զարմացնում է հնեաբաններին, պատմագետներին։ Դες ինչ սիրուն են սարքել Արտաշատի շենքի արտաքին հարդարանքը։ Այո։ Գեղեցիկ է։ Կարմիր շատ սիրուն է։ Կարմիր ալիկոբոնդ է հավաքած եւ բոլոր պատշգամբները մեկը մյուսին նման են եւ հենց սա է գեղեցկությունը, որ նմանությունով իրար լրացնում են, ոչ թե հայտաբղետություն մտցնում։ Եվ ճամփի կողի մանդարիններն էլ նկարի։ Արտաշատում կա մի տրադիցիա, երբ որ գալիս է նոր տարուն մոտ ժամանակները, մի ամիս էս կողմ են կողմ, մեր բարեկամները վերցնում են մանդարինները ու դնում ցելոֆոնի մեջ հատուկ դնում են հենա, մոտիկացրու ցույց տուր։ Մի տոպրակը 1000 դրամ է, հետ գալուց կկանգնենք, կգնենք 3 կիլոգրամ։ Այսօր էլ կգնենք, շատ լավ մանդարին են տալիս մեր անուշ ախպերները, այնպես որ շնորհակալ ենք այս ավանդույթի համար, քաղցր եւ թթու ավանդույթի համար այսպես։ Ստեփան, այ Ստեփան, ասեմ, որ ես միշտ մանդարին վերցնում եմ Եղեգնաձորից, էլի 3 կիլոն, 1000 դրամ ու շատ համեղ մանդարին։ Ուզում եմ ասեմ, Եղեգնաձորի մասին էլ ասամ, միայն Արտաշատում չի, որ վաճառում են։ Ամեն օր։ 3 երթևեկության գոտիով է հագեցած, հենց կողքից էլ մի գոտի վթարային կանգառի համար է։ Սա ամենաճոխ Հայաստանի ճանապարհն է, որը ես կցանկանամ, որ գնա հասնի Սյունիք, այս լայնությամբ, այս հարմարավետությամբ, Երևանում։ Արդեն ասեմ ձեզ ճանապարհների վիճակը բարբոք է, որովհետև հələ չի սկսել խցանումները։ Մենք ընդամենը հաշված րոպեներ հետո կհասնենք մեր երազանքների մեքենային, կնստենք ու կգնանք Տաշիր արենա, որտեղ մեզ սպասում են։ Սպասում են բոլորը անհամբեր սպասում են, հատուկ հյուրերի ցուցակում ենք, ես եւ Նազը։ Նա ձեզ համար անում է այն ինչը որ պետք է անի ցանկացած իր հետևորդներին սիրող բլոգերուհի։ Սիրելի հետևորդներ, մենք գնում ենք մեքենայի մոտ, որ նստենք մեքենա ու գնանք Տաշիր արենա։ Հահա։ Վերջապես մենք հասանք Երևան, չէ՞ Լիլիթ։ Ուր են։ Մենք պետք է ճանապարհը անցնենք, Լիլիթ։ Արի։ Բռնի ձեռքս, որ անցնենք։ Հիմա անցել էինք։ Ահա։ Սրանից հետո քայլ արի։ Արի, կանգնի։ Սպասի։ Արի անցանք։ Շնորհակալություն հայտնեցինք եւ անցանք։ Հասանք ձեզ։ Նստենք հաջորդ կայարանները Տաշիր արենա, նստենք տեղավորվենք։ Նստիլին։ Բացի։
Կամած։ Աղլար բարի, աղբերս։ Նոր մեքենա, հա։ Թափթազա մեքենա ես, հա։ Աղբերս շետ աշիր արենա, մռնեմ սրտի։ Աշիր արենա են գնում։ Նայ դնկես, իշար։ Իշի։ Չես կանայմ չապ։ Ես գիտես կանեմ խոսացեմ, միլիարդավոր բարեր։ Համար առաջին ձախողություն, հա։ Չէ, ձախողություն չի, սա հաջողության հոտ է գալիս այստեղից։ Մուտքը այս կողմով, հա։ Հա, այս կողմով կգնանք մենք։ Հա։ Հիմա մնում է հասնենք double 3 parking։ Մնում է, որ մեքենան տեղավորենք։ Հատուկ անձանց համար էր նախատեսված parking-ը, դրա համար մենք Տաշիր արենայի տակը parking չարին, բացի հետ էլ իմ անուշ աղբեր այդ բաները, հսկի անուշ աղբերները, պահակները եւ ախրանան ինձ ասաց դու ունես անուշ աղբեր ես, որ գետնի տակ պետք է չկային ես աղբեր գնա անդեմ լենը որտեղ ճարի գետնի վրա կայնի, մեղմ սա, դե 10 աղբեր ես։ Շնորհակալ եմ շատ իմ մասին օգտանալու համար, կգնամ double 3։ Թոմնա ավտոյի մեջ։ Անդե մի տեղ ենք ճարում ու մենք զննենց ենք պահան, որ եկել ենք double 3, բայց մենք չենք եկել double 3, եկել ենք 3 կապիկ։ Oh, sorry, I'm sorry. Sorry my brother. Ես ուղակի մտել էի արդեն զեբրայի վրա, երբ որ վառեց վեշախոդի լույսը։ Եվ ահա double 3 parking-ը ընկերներ, որտեղ մենք կգտնենք մեր արժանի տեղը, արժանավայել տեղը։ Շնորհեց, ասաց, որ դուք անուշ աղբերներ եք, ձեր համար հատուկ, մենք կբացենք տեղ, որ մտնեք ձեզ լավը զգաք։ Մենք էլ հիմա մտնում ենք, որ լավը զգանք մեզ։ Սիրելի հետևորդներ, ահա մենք եկանք եւ հասանք, շատ լավ ստացվեց մեր ճանապարհ գալը, մնում է, որ մենք մտնենք ներս։ Ճիշտ է, մենք չենք հայտագրվել, բայց հրավեր ստացել ենք մասնակցելու։ Հետաքրքիր է, թե ինչ կլինի, ոնց կլինի։ Կիրա չէ։ Այն որ իրոք բոլորս էլ ուրախանում ենք, մեկը մյուսի հաջողություններով, կապ չունի մասնակից ենք։ Կուլիսներում։ Նազ նկարում ես։ Հա։ Աստղերից նկարում ես, բերան ասա, կարող ես դատել։ Սիրելի հետևորդներ, ահա մենք արդեն Տաշիր արենայում ենք եւ շատ հետաքրքիր արարողություն է այստեղ սպասվելու, տեսեք բուֆետի սեղաններ։ Ինչքան գեղեցիկ ձևավորում։ Շատ գեղեցիկ հետաքրքիր դիզայն։ Նազը քանի որ ամաչկոտ է, ես նրա փոխարեն հայթայթեցի գինին չերևացողներ, բայց չես տեղում չգիտես, օրինակ չես կարող գնաս, որ ընդ գինի կա, էլի։ Դրա համար ես որոշեցի, որ ինքս կարող եմ դասել նազը։ Նազ, ներսերու գինի։ Ամեր ընկերները ուր են դսիլ ընկերները, որ ընկերություն են կանում։ Շամշադինի համը ուր է։ Ներս եկան, չէ՞։ Սիրելի հետևորդներ, մրցանակաբաշխությունը դեռ չի սկսվել։ Գալիս են հյուրերը։ Լավ է, չէ՞, տեսեք, կողմից եկանք, հասանք ստեղ։ Այն պապիկը։ Որ պապիկը։ Ինքը մեր կողքը նստած էր, չէ՞։ Հա։
Դերասանի էր իսկ։ Դերասան էր ինքը, մեր բանակումի միջի դերասանն էր։ Այո։ Monk երեքը մեկ տարեկան է։ Եվ այդ առիթով մենք միավորել ենք հազարավոր մարդկանց ու տասնյակ յութուբյան հայալեզու ալիքների ստեղծագործական թիմերին Տաշիր արենայի շքեղ հարկի տակ։ Monk երեքը միտում ունի զարգացնելու հայալեզու YouTube-ը եւ աջակցելու ոչ միայն ստեղծագործ մտքին, այլև առաջարկելու սեփական ձեռագիրը։ Մեկ տարվա ընթացքում Monk 3-ը ներկայացրել է բազմաթիվ հեղինակային օրիգինալ մասշտաբային նախագծեր, որոնք ոչ միայն սիրվել են դիտողների կողմից, այլև հիրավի սահմանել նոր բարձր նշաձող հայկական մեդիավոլորտում։ Monk 3 ալիքի գլխավոր պրոդյուսեր Կարոլ Նարդալյանին։ Մեզ հետևել մեր սոցիալական հարթակներում, մեր YouTube-յան հարթակում եւ շփվեք մեզ հետ այս միջոցառումից հետո, քանի որ մեր նպատակն է ստեղծել կապ, շփում մեր բոլորի միջև, քանի որ մենք ծառայում ենք մեկ նպատակի, դարձնում ենք մեդիա դաշտը ել ավելի հետաքրքիր եւ բարձրացնում ենք եւ արձագանքում ենք այն ամենին, ինչը հետաքրքիր է հանրությանը եւ ոչ միայն։ Հիմա կխնդրեմ շրջապատով 26 թվականին նոր խաղային եւ ժամանցային հաղորդում։ Շատ լավ եք ճանաչում, բայց շնորհակալություն, Պարսելակին ծափերը երբեք քիչ չեն լինի։ Հովիկ Չարչյանի գրքի հիման վրա որոշել ենք նկարանել ֆիլմ Պարույր Սևակի եւ վստահ եմ, որ եւս եթե ուսումնասիրել եք Պարույր Սևակի եւ Սամիթայի հետ եւ ամեն օր, ամեն անգամ շփվելուց նոր բացահայտումներ ենք անում, նոր արխիվային նյութեր ենք բացահայտում եւ նոր Պարույր Սևակ ենք բացահայտում։ Դուք տեսնելու եք նոր Պարույր Սևակ, դուք տեսնելու եք Պարույր Սևակ, որը միտված է ներկայացնել միջազգային հանրությանը։ Երկու լինելու է, այո, լինելու է։ Թե ովքեր են նրանք կիմանան։ Ժամանակ ամենավերջում։ Իսկ հիմա նայենք էկրաններին առաջին անվանակարգի նոմինանտներին ծանոթանալու համար։ Լավագույն բլոգեր, վլոգեր անվանակարգում առաջադրված ալիքներն են։ Անահիտ Ալեքս, Արգան Բլոգ, Արուսիկ Տիգրանյան, Ուբեն Եսայան, Ագնես Հրանյան, Նորո Թրևելեր։ Լավագույն բլոգեր Արուսիկ Տիգրանյան։ Անկախ տեսելի։ Ինձ ասացին, որ ռեպորտաժ եք նկարում հենց նոր։
Ահա։ Ես նկարահանման էի ճիշտն ասած, իմ ստրկական գործն էի անում։ Բլոգի համար։ Այո, իմ YouTube-յան ալիքի համար հետևեք, վայ վերապահեցված եմ։ Ես հաղթել եմ։ Այո, եւ մրցանակը ձերն է։ Բայց ես տեքստ ունեմ, Խնդրեմ, համեցեք։ Բայց իմ օպերատորը ստեղ, հա։ Ես տեքստը Ոնք երեքը նկարում եմ, եք հետո կարող եք նկարում։ Բա ինչ լավագույն բլոգեր։ Ռուբեն Եսյանին հաղթել եմ այսինքն տեքստը։ Բայց բա իմ օպերատորը նկարում է։ Նկարում։ Խնդրում եմ ինձ ոգևորեք։ Ամբողջ մարմնի Ալեքսանդրիտային մազահեռացում ընդամենը 19,000 նկարեցի։ Լավ, սա հումոր էր, իրականում ինձ վճարել ես հումորի համար։ Ուզում եմ ասել մերսի բոլորին, ես նույնիսկ մոռացել էի ստորիաներ, որ ինձ քվեարկեն, բայց իմ տարիների աշխատանքը ինձ բերեց, հասցրեց այս բարձունքին, որ լուսնյակի հետ մի բեմում կանգնած ծտերով Շնորհակալություն, ես տանում եմ, չէ՞։ Այո, սա էլ է ձեր, շնորհավորում ենք։ Կտեսնենք այնտեղ, ետնաբերում։ Հողի հարցը ետնաբերում։ Круговое движение, наверное. Ой, ой! Я тоже хочу. Трав! Оля! Если я называюсь, если кором, արժանանալ նման մրցանակի ու անչափ հաճելի է եւ այս մրցանակին արժանանում է ժողովրդի քվեարկության արդյունքում։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ քվեարկել են։ Սորվա միջոցառումը ավարտվեց եւ բարձր տրամադրություն չէ Լիլի։ Դες երևի ասենք բարի գիշեր Երևանից եւ մենք էլ գնանք հասնենք Վայք